Ես ամեն ինչ փորձել եմ, և շամպուներ թանկարժեք, և յուղեր, և մազի շիճուկներ, և մասկաներ, բայց մազերս շարունակում են թափվել։ Այսպես սկսեց դիագնոստիկ խորհրդատվության ժամանակ մի կին, ով նաև պայքարում էր ավելորդ քաշի և անընդհատ հոգնածության դեմ։ Մենք որոշեցինք խորանալ ոչ միայն մազերը բուժելու, այլ հասկանալ իրականում ինչ է կատարվում։ Վերլուծությունները ցույց տվեցին, որ մենք ունենք վահանաձև գեղձի աշխատանքի խանգարում, ունենք ցածր ֆերրիտին և ցածր վիտամին D։ Սկսեցինք սննդային վերականգնումից, ավելացրեցինք սպիտակուց, առողջ ճարպեր, բալանսավորեցինք վահանաձև գեղձին անհրաժեշտ միկրոտարրերը սննդի միջոցով, յոդ, սելեն, ցինկ, և մի քանի շաբաթ անց, այսինքն 5-րդ շաբաթում, մազաթափությունը դադարեց, իսկ ամենակարևորը վերադարձավ էներգիան։ Երբ մազերը թափվում են, մարմինը